Մուտք գործելով համակարգ, ձախ հատվածում կարող եք գտնել գործարքի բաժինը։ Գործարքները մեր հաճախորդների հետ կատարվող գործողություններն են։ Մուտք գործելով գործարքների բաժին, կարող ենք տեսնել վաճառքի ձեռագրերը, փայփլայնները և համապատասխանաբար սթեյջերը, փուլերը, որոնցով մեր գործարքները պետք է անցնեն։ Սեղմելով աջ կողմում այս կոճակի վրա կբացվեն դաշտեր, որտեղ սեղմելով New Pipeline դաշտի վրա կարող ենք ստեղծել նոր վաճառքի ձագար, իրեն համապատասխան փուլերով։ Կարող ենք ավելացնել փուլերը, ավելացնել անվանումները և պահպանել սեղմելով Save կոճակի վրա։ Փայփլայններում կարող ենք կատարել նաև փոփոխություններ։ Աջ անկյունում սեղմելով գրիչի կոճակի վրա կարող ենք փոփոխել փայփլայնների փուլերի հաջորդականությունը, անունները, ավելացնել գործարքները փուլերում մնալու տևողությունները և պահպանել սեղմելով Save։ Գործարքները կարող ենք տեղաշարժել ըստ փուլերի, սեղմելով գործարքի վրա և տեղափոխելով մյուս փուլ, կամ գործարքի ներսից վերևի հատվածում սեղմելով համապատասխան փուլի վրա և տեղափոխել գործարքը։ Գործարքի վրա նշված դեղին եռանկյունին հուշում է, որ գործարքի վրա սպասվող գործողություններ այս պահին նշված չեն։ Մոխրագույն սլաքը հուշում է, որ գործողություն կա գործարքի վրա և սեղմելով վրան կարող եք տեսնել գործողությունը։ Գործարքներ ստեղծելու համար անհրաժեշտ է ձախ անկյունից ընտրել գործարքներ բաժինը և ավելացնել գործարքներ կոճակով կարող ենք ստեղծել նոր գործարքներ։ Բացված պատուհանում պետք է լրացնել գործարքին վերաբերվող ինֆորմացիան։ Գործարքին կցված անձի տվյալները, ընկերության տվյալները, փայփլայն հատվածում ընտրում ենք, թե մեր որ փայփլայնում և համապատասխան սթեյջում ենք ուզում տեսնել գործարքը, ավելացնում ենք գործարքին վերաբերվող լեյբլները և ինֆորմացիան պահպանում Save կոճակով։ Գործարքը ստեղծելուց հետո կարող ենք գործարքին վերաբերվող ինֆորմացիան տեսնել առանձին պատուհանով և ավելացնել մնացած ինֆորմացիան, որոնք սկզբնական փուլում լրացված չեն եղել։ Գործարքի ներսում կարող ենք տեսնել այն աշխատակցին, ով գցված է և վարում է գործարքը։ Կարող ենք լրացնել համապատասխան դաշտերը, կցել գործարքին վերաբերվող պրոդուկտները։ Գործարքները ստեղծելիս, եթե կոնտակտային անձի մասին ինֆորմացիան արդեն առկա է համակարգում, ավտոմատ կերպով համակարգը առաջարկում է, որ ընտրեք արդեն առկա անձի ինֆորմացիան։ Եթե տվյալները համապատասխանում են, կարող եք ընտրել, հակառակ դեպքում ավելացնել որպես նոր կոնտակտային անձ։ Սեղմելով ավելացնել պրոդուկտ կոճակը բացվում է առանձին պատուհան, որտեղ որոնման դաշտում նշում ենք պրոդուկտի կամ ծառայության անվանումը։ Առաջարկվող տարբերակներից ընտրում ենք մեզ անհրաժեշտ տարբերակը և համակարգը ավտոմատ աջ հատվածում ավելացնում է նաև արժեքի մասին ինֆորմացիան։ Գործարքին պրոդուկտը կցելու ընթացքում կարող ենք նաև ավելացնել զեղչ։ Նշելով զեղչի թիվը, համակարգը ավտոմատ հաշվարկում և ավելացնում է զեղչված արժեքը։ Վերևում կարող ենք տեսնել նաև Install բաժինը, որը հնարավորություն է տալիս սահմանել վճարվող գումարի համար սահմանաչափ, ըստ սպասվելիք օրերի։ Լրացնելով պրոդուկտի մասին բոլոր անհրաժեշտ դաշտերը, սեղմում ենք պահպանել կոճակի վրա և պրոդուկտը կցվում է գործարքի մասին ինֆորմացիայով։ Գործարքը համարում ենք հաջողությամբ կատարված, երբ այն անցնում է գործարքի բոլոր փուլերով և ստանում ենք հաստատում հաճախորդի կողմից։ Այս դեպքում գործարքի ներսից վերևի աջ անկյունում սեղմում ենք Won կոճակը, այդ քայլից հետո գործարքը ընդհանուր փայփլայնից դուրս է գալիս և համարվում է հաջողությամբ կատարված։ Երբ որևէ փուլում գործարքը ընդհատվում է, այս դեպքում գործարքի ներսից սեղմում ենք Lost կոճակը։ Այնուհետև բացված պատուհանում նշում ենք, թե որն է գործարքի մերժման կամ ընդհատման պատճառը։ Կարող ենք ավելացնել նաև մեկնաբանություն և պահպանել։ Այս քայլից հետո նույնպես գործարքը դուրս է գալիս փայփլայնից։